Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Հայաստանի նկարիչների միությունում բացված հոբելյանական ցուցադրությանը ներկայացված են կրթօջախի սաների բազմաժանր աշխատանքները, բացահայտելով նրանց ստեղծագործական ձեռագիրը։ 12-ամյա Նարեկը նկարել է Իտալիայի փողոցները։ Սովորաբար սառը երանգներով աշխատող պատանի նկարիչն այս անգամ ընտրել է վառ գույներ։ Ես այդպես եմ ներկայացել, որտեվ իմ մեջ այդ երկիրը, քաղաքը շատ վառն է երևում։ Իմ երազանքն է հայտնվել այդտեղ, որպեսզի հայտնվեմ նաև իմ նկարի մեջ։ Այստեղ կա Կոլիզեյը, հին 7 հրաշալիքներից մեկը, ինչպես նաև Պիզայի աշտարակը եւ այլ շենքեր։ Սրահի մեկ այլ անկյունում Անի Պալայանի մանրանկարչական աշխատանքն է, պատկերել է ծաղկազարդը։ Ասում է, նկարելիս կարծես աշխարհը կանգ է առնում։ Մենք ուրիշ աշխարհում ենք հայտնվում նկարելուց ու մեր համար սահմաններ չկա, որ օրինակ երկինքը պիտի կապույտ լինի, չէ, երկինքը կարա կապույտ չլինի մեր նկարներում, կարա լինի լրիվ ուրիշ գույն։ Մենք ազատ ենք այս ստեղծագործելու մեջ ու դրա համար մի տեսակ ուրիշ աշխարհի հետ եմ ասոցացնում։ Դպրոցի տնօրենը նշում է, չնայած երեխաների ստեղծագործական մեծ ներուժին, նրանք, ինչպես բոլորս, ապրում ենք թվային աշխարհում, եւ նրանց ժամանակակից սարքերից, հեռախոսներից ու գadgetներից մի փոքր կտրելու համար պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ Հայաստանի պատմամշակութային վայրերում։ Երեխեքը պարզապես մոտ լինեն բնությանը, սիրեն իրենց հայրենիքը, նվիրված լինեն հայրենիքին, իրենց տանը, դպրոցին, ցանկացած փոքրիկ միջավայրից սկսում է քո հայրենիքը։ Այսինքն քո հայրենիքում, քո փոքրիկ միջավայրում, եթե դու օրինապաշտ ես, մաքուր ես, կոկիկ ես, աշխատասեր ես, վստահ մեծանում է հայրենիքդ եւ ամեն ինչում դեպի առաջ ես գնում։ Բոլորը, ովքեր փորձում են նկարչությունը կամ արվեստի մեջ են, երբեք չկորցնեն այդ հոգին, լավատեսությունը, տեսնելու ունակությունը, եւ որտեվ նայել եւ տեսնել շատ տարբեր բաներ են։ Երեխաների աշխատանքներում գույնի ու ձևի բազմազանությունն ակնհայտ է, սակայն նրանց միավորում է մեկ բան՝ անկեղծությունը, ինչն էլ արվեստը դարձնում է ավելի կենդանի ու իրական։ Հասմիկ Պողոսյան, Էդգար Դավթյան, լուրերի համար։